բոլորին ձեր եմ Աշան։ Այսօր փորձելու եմ մեր տարօրինակ միքսեր եւ տեսնելու ենք արդյոք նրանք համեղ են թե ոչ։ Օրինակ կա ցենց պաղպաղակ ֆրիով ու համովակ։ Օրինակ աղին ու քաղցրը որ խառնում ես իրար համեղ է ստացվում, նույնիսկ սլատկը սելյոնը այդպիսի համ։ Եկեք տեսնենք թե որն է մեր առաջին միքսը, ոնց տեսեք իմ հետևում կա այսպիսի 6 թղթեր։ Հիմա ինձանից թաքուն ասել է այս բոլոր միքսերը, ես տեղյակ չեմ, գտել եմ ինտերնետից։ Հիմա երբեկանություն քաշել ենք եւ փորձենք։ Ինձ թվում է, որ կարող է լինել համով, որովհետեւ օրինակ անանասով պիցա կա, ու մարդիկ կան, ովքեր սիրում են, մարդիկ կան, ովքեր չեն սիրում։ Ես կսկսեմ երևի եկեք 5-ից, չգիտեմ, 5-ը սենց մշտական ոնց է։ Լավ տիպա։ Վերցնեմ 5-ը։ 5-ը եկեք տեսնենք թե ինչ է։ Chips plus marshmallow։ Քաղցր ու աղի է։ Հետաքրքիր է, բայց ինձ թվում է որ կարա համով լինի, հիմա սպասեմ ինչա բերեմ։ Դե ինչ, այստեղ է մեր chips։ Ну, լավ այրում, ոնց որ chips-ի ինչ-որ սոուս լինի, եթե ճիշտ ասեմ։ Բոլորը կպել են իրար։ Չմնում է ֆիքրեք, իսկ մասը կործամ։ Հետաքրքիր է։ Լույս, հետաքրքիր ամեն է։ Տարօրինակ, արտասովոր, յուրահատուկ։ Ամեն շատ։ Ինքը քաղցր չիպս ոնց որ լինի, ու գիտեք ոնց։ Այն քաղցր բամբակ ոնց որ լինի, ու ինչ-որ կոշտ բամբակ լինի։ Այդպես ասեմ, ինքը շատ ինձ դուր եկավ, անկից կարամ տան։ Եկեք գնահատենք 10-ից 3։ Փուլ 2։ Так, որ թիվը վերցնեմ։ Եկեք 3-ը, 3-ին սիասթիվնա։ Տեսինք մեր երորդը, հիմա եկեք կարդամ, տեսնեմ թե ինչ է գրված։ Եկեք կարդանք, հետաքրքիր chips ketchup-ով։ Ինձ թվում է, որ սա պարզավոր համով լինի, որովհետև chips-ը կարտոֆիլից է, ու կարտոֆիլն ու ketchup-ը իրար համար են։ Հիմա եկեք փորձենք։ Դե ինչ մեզ մոտ է մեր chips-ը եւ ketchup-ը, եկեք հիմա տեսնենք։ Ինքս մի հատ էլ ուղղակի փորձեմ, փորձելու համար, որովհետև ես չեմ ստացել։ Ինձ վստահ է, որ շատ համով է լինելու, ու ոնց որ ինչ-որ բան Անկեղծ մուսատում եմ, որ համեղ կլինի, բայց հիասթափվեցի, որ կարտոֆիլ և կետչուպը են, որ իրար համար էին ստեղծված, բայց ոչ։ Անցանք երկրորդ փուլին։ Դե ինչ եկեք արդեն քաշենք հաջորդը, ես մի քիչ հիասթափվեցի այն փուլից, եկեք որ շատ չկանգնեմ հեռու, չգիտեմ, մի անգամ այս 6-ը վերցնենք, 6-ը կա, խնձոր, շաքարավազով։ Համեղ է թվում, բայց այդ ոչ մի բան չեմ ասելու, որովհետև այն փուլի պես չեմ ուզում հիասթափվում, ես վստահ եմ, որ սա համեղ բան է լինելու, չիպսը կարտոֆիլից է, կետչուպը համեղ կլինի։ Աղտեղա, դրա համար մարդեն փորձենք խնձորը շաքարավազով։ Դե ինչ, մեզ մոտ է արդեն մեր խնձորը և շաքարավազը, հիմա եկեք այսպես է, պատրաստ եմ փորձել։ Ինքը համեղ է, ուղղակի մի անգամից շաքարավազ ես դու ոնց ես ուտում, ուղղակի սենց թաթախես ու հետո հանես, իսկ այդպես համեղ կլինի։ Այս մեկը գնահատեմ 10-ից 6, ինձ դուր եկավ ամեն ինչ։ Մեր մոտ մնացել է 3 հատ, ես եթե ճիշտ ասեմ նույնիսկ ուրախ եմ, որ այս ամենը կվերջանա, որովհետև այդ կարտոֆիլն ու կետչուպը ինձ շատ բաղում է։ Լավ, եկեք մեկը, հետաքրքիր է, ամենաառաջինը ինչ են մտածել և դրել։ Եկեք տեսնենք պաղպաղակ չորահացով։ Ինձ թվում է համեղ կլինի։ Ես ուսանբակի, որովհետև ֆիլմի և պաղպաղակը համեղ է, ուսման ինը ֆիլմի պաղպաղակով ես չորահացով։
Պաղպաղակը, դիսերտիկը և սուխարիկը, չորահացը հացում ենք մեր պաղպաղակը հալել է մինչև այս ամեն ինչը վերել է Գիտեք հալած պաղպաղակը ավելի համեղ է և հալած պաղպաղակով ավելի համեղ է ֆրին և նույնտեղ երկու չոր հաց պրին Դուք տեսակ ռոստը անմահական է Լուրջ Չեմ կարում ուղղակի դադարել 4 թիվն է Ոչ, ես էսի չէի ուզում, նետ Ոչ, պատրաստ չեմ Չէ, չի կարա սենց գունի, չի կարա սենց բան Ասենք ոնց Բարուն, շատ հարավազով Ես պետք է երկուս ընտրե, ես դա զգում էի Ինչ մեզ մոտ է վարունգը և շատ հարավազը, ես եթե ճիշտ ասեմ պատրաստ չեմ այս երկու միքսին Է որ վարունգ եկ աղա չէ պետք, սա շատ հարավազ է Չէ, բայց կարող է համոր լինել Գոնի այսպիսի տեսք, եթե ինձ հետ ինչ-որ բան լինի, իմացեք, որ ես շատ եմ սիրում, շատ Ես սա ուտեմ Նախորդ փուլը ուղղակի տհաճ էր, ամենա տհաճ փուլերից մեկն էր Չիփս հալած պանրով Ես անկեղծ չգիտեմ այդ ոնց է լինելու, այդ ինչ տեսք ունի նոր պատկերացում Բայց կարող է համեղ լինի Եկեք տեսնենք Ձևով ցույց տամ Եկեք փորձենք Անկեղծ ասած, սա ինձ ուր եկավ Սա իրոք տաքսից անվերջություն Դե ինչ, այսքանով վերջացնում եմ այս տեսահոլովակը Դիրեք լայքերը, բաժանորդագրվեք